Հարգելի գործընկերներ, այս նախագծով մենք փոփոխություններ ենք իրականացնում հիպոթեկային վարկավորմամբ կնքվող պայմանագրերում այն իմաստով, որ սահմանում ենք հնարավորություն, որ այս պայմանագրերը հնարավոր է իրավունքի պետական գրանցման ներկայացնել առանց նոտարական վավերացման, այսինքն ինչը տեղի ունենալու այս նախագծի ամբողջական հաստատման պարագայում մենք կրկին անգամ այն պայմանագրերի մասին է խոսքը, որոնցում որ առկա է հիպոթեկային վարկավորում, այսինքն կողմ է հանդիսանում բանկը կամ հիպոթեկային վարկ տրամադրող ընկերությունը, կողմ է հանդիսանում գնորդը եւ կողմ է հանդիսանում վաճառողը։ Այս պարագայում ինչու է հնարավոր գործարքները իրականացնել առանց նոտարական վավերացման, քանի որ բանկերը կամ կազմակերպությունները վարկ տրամադրող իրենք նախքան պայմանագրի գործողության մեջ մտնելը հավուր պատշաճի ուսումնասիրություն են անում հաճախորդի եւ այդ ժամանակ արդեն նոր որոշում է կայացում հիպոթեկային վարկի տրամադրման իմաստով։ Ներկա դրությամբ սահմանվող կարգը հետեւյալն է, որ եթե պայմանագրերը վավերացվում էր, այդ եռակողմ պայմանագրերը վավերացվում էր, ապա դրանք պարտադիր այնուհետև տարվում էին նոտարական գրասենյակ, որպեսզի նոտարն էլ իր կողմից վավերացնի տվյալ պայմանագիրը եւ նոր այնուհետև ներկայացում էր իրավունքի պետական գրանցման։ Այս դեպքում այս հնարավորության ներդրմամբ մենք տալիս ենք հնարավորություն, երբ որ քաղաքացին, ով ուզում է գույք ձեռք բերել, վաճառողը ով վաճառողն է եւ համապատասխան գործարքը կնքվում է հիպոթեկային վարկավորմամբ, ապա իրենք իրար մեջ այդ եռակողմ պայմանագիրը ստորագրեն եւ էլեկտրոնային համակարգով բանկը ներկայացնի կադաստրի կոմիտե իրավունքի պետական գրանցման։ Այս փոփոխությունները միտված են լուծելու մի քանի կարևոր խնդիրներ, առաջինը դրանցից այն է, որ ստեղծվում է հնարավորություն, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող մարդը, ով ցանկություն ունի ներդրում կատարել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի մեջ, այլևս կարիք չի ունենա որևէ լիազորագիր տալ, այնուհետև այդ փաստաթղթերը ապոստիլ անել եւ այնուհետև որևէ ներկայացուցիչ, ով որ կգնար եւ համապատասխան պայմանագիրը կկնքեր կամ ինքը որոշակի ծախսեր պետք է կրեր այդ Հայաստան այցելելու, Հայաստանում գտնվելու եւ տվյալ պայմանագրերը ստորագրելու, այսինքն ներ է դրվում մի համակարգ, որով արտասահմանում գտնվող ներդրողը, այսպես ասած, եթե ինքը ցանկություն ունի հիպոթեկային վարկավորմամբ Հայաստանի Հանրապետություն գույք ձեռք բերել, ապա ինքը կկարողանա այս առուծախի պայմանագիրը հեռահար գտնվելով արտասահմանում ստորագրել, ներկայացնել եւ դա արդեն իրավունքի պետական գրանցման հիմք կդառնա։ Եվ հաջորդ խնդիրը, որը միտված է արդեն անշարժ գույքի շուկայի զարգացմանը, այսինքն մենք հետեւողաբար զարգացնելով անշարժ գույքի շուկան, պարտավոր ենք ներդնել այնպիսի թվային գործիքակազմեր, որոնք այսօր առկա են առաջադեմ շուկաներում եւ որոնցից ներդրողները բավականաչափ հաճախ օգտվում են։ Մեր կարծիքով այս գործիքակազմի ներդրումը նաեւ խթան է հանդիսանալու այդ իմաստով, բայց միևնույն ժամանակ մենք թողել ենք այդ հնարավորությունը, որ քաղաքացին իր ընտրությամբ կարող է օգտվել պայմանագրի կնքման այս եղանակից կամ համապատասխանաբար նոտարական վավերացման եղանակով։ Սրա վերաբերյալ այս օրենքի հաստատումից հետո կառավարությունը պետք է սահմանի համապատասխան շաբլոն պայմանագրի ձևանմուշ, որը հիմք կդառնա արդեն բանկերի, վարկատուների, վարկառուների, գնորդների եւ վաճառողների միջև պայմանագրի կնքման համար։ Մոտավորապես սա է նախագիծը, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն, պարոն Թովմասյան։ Ես քանի որ նախագծերը նախապես քննարկել ենք, ըստ էության այդպիսի մեծ հարցեր չկան, զուտ մի կողմնակի հարց է, այս նախագծի վերաբերյալ նոտարների դիրքորոշումը ինչպիսին է։ Մենք բովանդակային առումով սենց ասեմ, մենք արդարադատության նախարարության հետ քննարկել ենք նախագիծը բավականաչափ երկար, որից հետո հենց այդ քննարկումների արդյունքում է որոշվել, որ պետք է շաբլոն պայմանագրի նախատիպը լինի կառավարությամբ հաստատված, մենք իրականում ի սկզբանե շրջանառել էինք առանց դրա, բայց այնուհետև քննարկումների արդյունքում որոշվեց, որ այդ նախատիպը պետք է լինի եւ նոտարական վավերացման հատվածը պետք է շարունակի որպես այլընտրանքային տարբերակ գոյություն ունենալ։ Ես հիմա կդժվարանամ բոլորի կարծիքը ասել, որովհետև միգուցե լինեն մարդիկ, ովքեր թվային օրակարգի ներդրմամբ, այս գործիքակազմի ներդրմամբ ամբողջությամբ ընդունեն, որ սա մեծ ազդեցություն կարող է ունենալ, եթե լավ գովազդվի եւ
այս մեթոդաբանությունը եթե սկսվի կիրառվել արտասահմանից որոշակի ֆինանսական միջոցների ներգրավման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի ոլորտ, բայց կարող են լինել եւ մասնագետներ, ովքեր նոտարներ, որոնք որ օրինակ դեմ արտահայտ են, որտեղ մենք հասկանում ենք, սա հնարավոր է, որ հենց այն առաջնային շուկայում գնման պայմանագրերի ծավալը նոտարների մոտ որոշակի առումով նվազեցնի, բայց եթե մենք նայում ենք արդեն գնորդի եւ վաճառողի տեսանկյունից, սա էլ իրենց մոտ որոշակի ծախսերի կրճատում է արդեն առաջացնում։ Հենց այդ ձեր նշած երկրորդ հանգամանքի մասն էի ասում, այսինքն ըստ էության սա նշանակում է նոտարական ծառայությունների պահանջարկի որոշակի նվազում է այդ մասով, այսինքն անհրաժեշտությունը վերանում է, բայց մյուս կողմից այդ ֆիքս ենք, որ հստակ լինի, եթե ամեն դեպքում կողմերը ուզում են, որ նոտարական հաստատումով լինի, իրենց հնարավոր ինչ-որ իրավական ռիսկերից ապահովագրելու համար, ապա այդ հնարավորությունը օրենքում թողնված է։ Այո, այսինքն այստեղ հենց հավասարակշռությունը այդ տրամաբանությամբ է բերված եւ սա թողնված է կողմերի նախընտրության նախասիրությանը։ Եթե եռակողմ կորոշվի, որ պատվյալ պայմանագիրը կարելի առանց նոտարական վավերացման կա հնարավորություն, խնդրեմ, գործում է էլեկտրոնային համակարգը, եթե կլինի, որ չէ, կողմերը ամեն դեպքում ցանկություն ունեն նոտարական վավերացման, ապա այո, էլի օրենսդրական արգելք չկա, կարողանան կրկին անգամ նոտարի աջակցության պայմանագիրը վավերացնել։